Ակնկալվում է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի համախառն ներքին արդյունքը կգերազանցի 28 միլիարդ դոլարը, իսկ մեկ շնչին ընկնող գնահան կանցնի 9000 դոլարի շեմը։ Նախորդ տարվա արդյունքներն է ամփոփել էկոնոմիկայի նախարարը։ Տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշն աճել է 9.1%-ով։ Գևորգ Պապոյանի խոսքով բոլոր ոլորտներում աճ է գրանցվել, իսկ արտաքին առևտրում նվազում, որը սակայն վերաարտահանման կրճատմամբ է պայմանավորված։ Եթե ոսկին հանում ենք, ոսկու վերաարտահանում եւ պլատինի վերաարտահանում եւ այլ, մենք տեսնում ենք, որ կայուն մեր արտահանումը աճում է։ Եթե 21 թվականին օրինակ մոտ 2.6 միլիարդ էր մեր արտահանումը, արդեն 25 թվականին 4 միլիարդ 462 միլիոն դոլար էր, ընդ որում նախորդ տարվա նկատմամբ մոտ 10% մենք աճ ունենք։ Սա վերաբերվում էր հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանմանը։ Աշխատատեղերի թիվը դեկտեմբերին 822,000-ից ավելի է եղել։ Շարունակվում են նաև բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը։ Լիդիան Արմենիան նախատեսված 750 միլիոն դոլարից արդեն 550 միլիոնը ներդրել է։ Տարվա ընթացքում մնացածն էլ կարվի եւ կսկսվի արդյունահանման գործընթացը։ Մայլերի դեպքում ինքը ներդրումները 80 միլիոն դոլար պետք է անվեր, 73-ը արդեն արել են։ Այս տարվա մեջ մենք կարծում ենք, որ 80-ը կանցնի, իսկ առհասարակ իրենք պլաններ ունեն, որը ենթադրում է, որ իրենք շատ ավելի մեծ ներդրումներ են անելու, քան 80-ը։ Ուրախալին նա է, որ եթե անցած տարի հաշվետվության ժամանակ նշեցի, որ օրինակ RID-ը կամ համաշխարհային առևտրի կենտրոնը դեռ ներդրումներ չեն արել, այս տարի արդեն իրենք սկսել են 25-ին եւ 250 միլիոն նախանշվածից 15 միլիոնը WTC-ն համաշխարհային առևտրի կենտրոնը արել է, դա բարձրահարկ է, ուրեմն երկնաքեր Երևանում։ Ինտենսիվ գյուղատնտեսության համար կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները կատարվել կամ գերակատարվել են արդեն 2025-ի արդյունքներով։ Յուրաքանչյուր տարի 1000 հեկտար ինտենսիվ այգու հիմնում, 4.5 տարում 4516 հեկտար։ Ցուցանիշը դրված է, կատարված է։ Այս տարվա առաջի կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում։ Ոռոգման արդիական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքները պետք է ավելանային 21-26 թվականներին 3000 հեկտարով։ 25 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7000 հեկտարով ավելացել է։ Ջերմատնային տնտեսություններ տարին մինչև 10 հեկտար։ Պետք է հիմնվեր 45 հեկտար ենթադրվում է 4.5 տարում։ Մոտ 80 հեկտար հիմնվել է։ Այս տարի մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ։ Տարեկան շուրջ 500 միավոր գյուղտեխնիկայի ձեռքբերում է։ 2250 գյուղտեխնիկա պետքա 4.5 տարում լիներ, արդեն 3969։ Եթե 2024-ին մթերվել էր 164,200 տոննա խաղող, ապա նախորդ տարի այն արդեն հասել է 200,000 տոննայի։ Երկու դեպքում էլ բողոքներ չեն եղել։ Բոլոր 200,000 տոննան մինչև վերջ մթերվել է, ավելին ասեմ, վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել են, ինձ ասել են մեկ օրինակ զիլ մեքենա այգու տակից հատիկներ ենք հավաքել։ Դա կարող ենք մթերել, զանգել եմ գործարաններին, դա էլ ենք մթերել։ Այսինքն Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել, եւ աճը 21.8%, այսինքն այս տարի 21.8% ավելի շատ խաղող ենք մթերել, քան անցած տարի, այս տարի գինը եղել է ավելի բարձր, քան անցած տարի, եւ 24 թվականի խաղողի մթերման կապված խնդիր չի եղել, 25-ին էլ չի եղել, 26-ին էլ չի լինելու։ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերումը ցանկացած գյուղում, որտեղ օրական 700 լիտր կաթ կա։ Ինձ դիմում են մեր արտադրողները եւ խնդրում են կաթ, որովհետև կաթ չկա Հայաստանում, դրա պատճառով նաև գները նախորդ տարվա նկատմամբ բարձրացել է, ոչ թե կաթ չկա, այդքան չկա, ինչքան որ իրենց պետք է։ Եվ ցանկացած տեղ, գյուղ ինձ ասեք, որովհետև կա 700 լիտր օրական կաթ եւ մենք շատ արագ կկազմակերպենք, կգա արտադրողը իր մթերումը կիրականացնի։ Հայաստանը ադրբեջանական ծագման երկու արտադրանք է ներմուծել՝ բենզին եւ դիզվառելիք։ Հակառակ ուղղությամբ հայկական արտադրանք չի գնացել, սակայն կողմերը փոխանակվել են անհրաժեշտ ապրանքների ցանկերով։ Եվ նախարարը կարծում է, որ ժամանակի ընթացքում գործարարները կարձագանքեն։ Գևորգ Պապոյանը նկատում է. 2 տարի առաջ մարդիկ խոսում էին, որ ամեն պահի կարող է պատերազմ լինել, իսկ այժմ ասում են, ինչու այս ապրանքը դեռ չի վաճառվում կամ ինչ ապրանք է հնարավոր վաճառել։ Ես կարծում եմ պատերազմից խաղաղության խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է եւ բնականաբար պետք է ավելացնենք, որպեսզի մաքսիմալ շատ օգուտներ ունենանք։
Հարց հնչեց ՓՄԶ-ների փակման մասին, ինչին ի պատասխան նախարարը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալները մեջ բերեց։ 2025-ին գրանցվել է 9400 ՍՊ, լուծարվել 483-ը, ստեղծվել է շուրջ 24800 ԱՁ, փակվել 6422-ը։ Պետք չի միայն մի կողմը ճշմարտության ասել, ճշմարտությունը ունի երկու կողմ։ Եվ կներեք էլի, երկրի բնակչությունը որ չափում են, չեն ասում, երկրում օրինակ մահացավ այս տարի 30,000 մարդ։ Ասում են ծնվեց 40,000 մարդ, մահացավ 30,000-ը, երկրի բնակչությունը ավելացավ 10,000-ով։ Ճշմարտությունը այդպես են հաշվում, ոչ թե միայն մահացած մարդկանց քանակով, որովհետև բնական process-ը, ինչպես նույնը բիզնեսում է այդպես։ Դուք պատկերացնեք, օրինակ որևէ բիզնես չփակվեր։ Հնարավոր չի, չէ՞ դա։ Բիզնեսների առողջացումը տեղի ունենում, նորերն են մտնում։ Լուրերը նախարարից հետաքրքրվեց խմիչքների արտադրության անկումից, որն է պատճառը։ Գևորգ Պապոյանի խոսքով քննարկում են ակցիզային հարկի հաշվարկման որոշակի մեխանիզմներ տեղական արտադրության խմիչքների համար փոփոխել, օգուտ բիզնեսի։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները տարբեր մոտեցումներ ունեն։ Մենք կարծում ենք, որ իջեցումը կբերի ծավալների ավելացման, հետեւաբար արտադրության ավելացման եւ այլն։ Քննարկում ունենք այստեղ գործընկերները որոշակի ռիսկեր տեսնում են այլ ուղղությամբ, այսինքն այնպես չի, որ իրենք չեն ուզում այդ ծավալները ավելանան, ուղղակի մոտեցման հարց է։ Նախարարն արձագանքեց նաև փոքր բիզնեսին հարկերից ազատելու վերաբերյալ ընդդիմության խոստումների մասին հարցին, նշելով, օրինակ Չամիչով բուրկին, որը վաճառվում է, պետք է իր մեջ պայմանական 1 կամ 2 դրամ հարկ պարունակի։ Իսկ կարծում եմ այդ մարդը շատ ավելի գոհ ու երջանիկ է այդ իրավիճակից, երբ որ իր վաճառած Չամիչով բուլկից ընդհանրենք 2 դրամ գնում է հարկը։ Ոչ թե այն դեպքում, երբ որ դա չի գնում հարկ, եւ ասենք օրինակ իր ծնողը ստիպված է լինում ընդհանրենք 1 միլիոն դրամանոց վիրահատությունը կամ չանի դատապարտվելով վատ հետևանքի, կամ ինքը ստիպված պետք է գնա վարկ վերցնի։ Ես կարծում եմ, որ սոցիալական համերաշխությունը, սոցիալական արդարությունը նա է, որ բոլորս վճարում ենք մեր հարկերը եւ պետությունը դա վերադարձնում է մեզ։ Լրագրողներն են հարկ վճարում, զինվորականը հարկ է վճարում, բժիշկը հարկ է վճարում, ուսուցիչները հարկ են վճարում, բանվորները, մաքրուհիները բոլորը հարկ են վճարում։ Պետությունը տարբեր ծրագրերով բիզնեսին գումարներ է վերադարձնում, եւ դա հենց բիզնեսի վճարած հարկերի արդյունքում է, եզրափակում է նախարարը։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։